Բարիգալու Սիվիլներ տաղավարում հյուրընկալել եմ Արդարադատության նախկին նախարար Արփին Հովհաննիսյանին, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես ձեզ Տիկին Հովհաննիսյան ներկայացրեցի Արդարադատության նախկին նախարար, բայց դուք տեղական ժամանակ է պաշտոն չեք զբաղեցնում, ուղղակի չգիտեի ինչպես ներկայացնել, ինչպես է ճիշտ ձեզ հիմա ներկայացնել, հա։ Դուք ձեզ օրինակ երբ որ հիմա ներկայացնում եք, ինչպես եք ներկայացնում։ Իրավաբանական գիտությունների տեխնացու դոցենտ եւ դասախոս հանրային գործիչ։ Իսկ ձեր նախկին բեքգրաունդը նշում եք, թե չէ պաշտոնական։ Երբեմն այո, երբեմն ոչ։ Ես դա չեմ կարևորում, պարոն Մողդեսյան, որովհետեւ դա իմ կենսագրությունն է, ինչպես հարմար է, այնպես էլ թող ներկայացնեն։ Որևէ մի, այսպես ասենք, կարգավիճակ, որը ես երբևէ ունեցել եմ, ես դրանից ոչ վերացարկվում եմ, ոչ օտարվում եմ, ոչ էլ ինչ որ այլ դրսևորումներ։ Այսինքն ինչպես հարմար է, մարդիկ ինչպես հարմար համարում են։ Մինչ արդիական թեմաներին գալը, որոնց պարբերաբար դուք անդրադառնում եք, սոցիալական կարևոր խնդիրներ, քաղաքական կարևոր խնդիրներ, կուզեի մեկ հարց ճշտեինք ձեզ հետ եւ հետո անցնեինք դրան։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի պարտությունից հետո դուք այս իշխանությունների դեմ պայքարի առաջնագծում եք, ես հիշում եմ միտինգների եք մասնակցում, խոսում եք եւ այլ։ Երբ եկավ այն պահը, որ որոշեցիք, որ այլևս պետք է քաղաքական գործընթացներից դուրս գաք, երբ այդ որոշումը ձեզ մեջ կայացրեցիք եւ ինչու։ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո, երբ ինձ համար եկավ վերագնահատման, վերարժևորման եւ գուցե նաեւ հանրային ուրեմն տրամադրությունները հասկանալու ու վերլուծելու անհրաժեշտության պահը, ես դրանից հետո անգամ 18-21 թվականներին, այո, ես եղել եմ քաղաքական պայքարի առաջնագծում, բայց հետո 21 թվականից հետո, երբ գործող իշխանությունը վերարտադրվեց եւ մարդիկ շատերը շոկի մեջ էին նրանց հավաքած քվեների ուրեմն քանակից, ես հասկացա, որ պետք է ոչ թե մարդկանց մեղադրել, այլ փորձել վերլուծել ու հասկանալ դրա պատճառները։ Ես ինձ համար արձանագրեցի, շատ հարգանքով վերաբերելով մյուսների գործունեությանը, ինձ համար արձանագրեցի այդ թվում հանրային, որ այդ գործունեությունը անարդյունավետ եմ համարում, այսինքն քաղաքական գործունեությունը եւս տեսակ է գործունեության, որտեղ գործիքները քո օգտագործած կամ քո խոսույթից սկսած վերջացրած վարվող, այսպես ասենք, քայլերի հաջորդականությունը կատարվող պիտի լինի արդյունավետ, քեզ մոտեցնի այն նպատակին, որը դու հայտարարել ես։ Ես ամենայն դեպս արձանագրեցի անարդյունավետություն, բացի այդ խորհրդարանական ընդդիմությունը, որը հայտարարել էր X նպատակի մասին, ամբողջությամբ թևակողեց իր գործունեության նոր փուլ, որտեղ իրենք պիտի անեին այն, ինչի հանձնառությունը վերցրել էին, ինչի համար քվե էին խնդրել, այն առաքելությունը, որի համար քվե էին խնդրել։ Սա էր այդպես որոշում չէր մեկօրյա, մեկ անգամյա, պարոն Մողդեսյան, որ այդպես գիտեք, այսօր առավոտյան արտացա ու որոշեցի, բայց դա սովորաբար խմորվում են որոշումները, հետո են կայացվում։ Այո, դրան նախորդում են գործընթացներ, խոսակցություններ, մտքեր, մտորումներ, խորհրդածություններ, բավականին բարդ է նման որոշման գալ։ Ես ակտիվ գործունեություն իրականացնող մարդ եմ, ինքս էլ բազմաբնույթ գործունեություն եմ իրականացնում եւ դժվար է ինչ-որ մի պահ լռել, կողքից հետևել եւ գնահատական չտալ այն ամենին, ինչ կատարվում է, բայց ես ամենօրյա ռեժիմով, բացարձակապես ամենօրյա ռեժիմով հետևել եմ այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում։ Տեսեք, դուք ասացիք, որոշեցիք, որ չպետք է մեղադրեք ժողովրդին, այլ որոշեցիք այլ ֆորմատ պետք է ընտրեք նաեւ հաղորդակցվելու։ Այդ թվում չպետք է մեղադրել։ Հնարավոր չէ լինել մնալ ընդդիմության շարքերում եւ շարունակել չմեղադրել ժողովրդին եւ մոտավորապես խոսել այս խնդիրների մասին, ինչ որ հիմա խոսում եք դուք։ Հնարավոր էր, չէր բացառվում, բայց դա մեկն էր պատճառներից, որը պետք էր վերլուծել։ Ես չեմ համարում, որ երբ որ դու process-ի մեջ ես, եկեք մի ձեզ օրինակ բերեմ, երբ որ դու հերթական որևէ ցույցի երթի հարթակում կանգնած ես, կապ չունի այնտեղ 10,000 հոգի է, 15,000, 35,000, երբ որ դու մարդկանց հետ հաղորդակցվում ես, իրականությունը բոլորովին այլ կերպ է երևում։ Հավատացեք, դա այսպես մասշտաբի էֆեկտն է, տեսախցիկի էֆեկտն է, մարդկանց էներգետիկայի էֆեկտն է, դու այլ կերպ ես տեսնում իրականությունը։ Ինձ պետք էր Իսկ քեզ թվում է այս պահին մի քիչ հետո ամեն ինչ հենց այնպես է, ինչպես դու ուզում ես։ Դա անգլերենում մի լավ տերմին կա, wishful thinking։ Եվ դու շատ այսպես հանգիստ կերպով մտնում ես
այսպես ասենք, պղպջակային իրականություն, որտեղ դու ես այդ մեդիա փուչի։ Քաղաքական գործիչները շատ հաճախ չեն խաբում, երբ որ ասում են մենք, չգիտեմ, այս միտինգից հետո իսկապես փոփոխությունների կգնանք, այլ իրենք այդպես զգում են։ Կարծում եմ չեն խաբում, իրենք զգում են։ Ես դրա համար կարիք ունեի, նորից եմ կրկնում, դա շատ դժվար փուլ է միջայլոց, այդ կանգառը եւ կողքից նայելը։ Ես կարիք ունեի վերագնահատելու, վերարժևորելու, իսկ դա չի լինում, այո։ Իսկ դա չի լինում, երբ դու process-ում ես։ Դու process-ում գործ ես անում, process-ի մեջ լինելով այդ process-ում հայտարարված նպատակի շրջանակներում եւ ոչ թե կողքից ես նայում գործընթացին ու փորձում գործընթացի ձախողման կամ գործընթացի քո ցանկալի էֆեկտը չստանալու պայմաններում դրա վերլուծությունն անել։ Իսկ հիմա երբ կողքից եք նայում գործընթացներին, ակնհայտորեն դիտանկյունը փոխվել է ձեր, ինչ է ձեզ դա հուշում։ Ինձ հուշում է, որ հանրային հաղորդակցությունը պետք է այլ կերպ լինի։ Ինձ հուշում է, որ թե ընդդիմությունը եւ թե իշխանությունը բոլորովին այլ գործիքներով պիտի հաղորդակցվեն հանրության հետ եւ եթե իշխանությանը ավելի հեշտ է, որովհետեւ իրենք ունեն իշխանություն բառի բուն իմաստով, այսինքն լծակներ, գործիքներ, ազդեցություն, ճնշումներ եւ այդ ամբողջը եւ նույնիսկ եթե իրենց ցանկալի արդյունքը չեն ստանում, իրենք կարող են դրա պատրանքը ստեղծել կամ ճնշելով դա ունենալ, ընդդիմությունը ավելի սահմանափակ գործիքակազմ ունի օբյեկտիվորեն եւ ինքը շատ ավելի ծանր եւ շատ ավելի ինքնակնդատական գործունեություն պիտի ծավալի, ինքնակննող հայացքը իրենց շատ ավելի սուր պիտի լինի, քան իշխանությանը։ Դուք հիմա եք ավելի ազդեցիկ, թե առաջ, որովհետև առաջ իհարկե ունեիք իշխանություն, ես ինքնատորը մինչև 2018 թվականը արդարադատության նախարար էիք, հետո ընդդիմադիր գործիչ էիք, ունեիք էլի լսարան, խոսում էիք մարդկանց հետ, իսկ հիմա դասախոս եք եւ դրա հետ մեկտեղ բլոգերային տարբերակով, կարելի է ասել, ձեր սոցիալական հարթակի էջերով շփվում եք մարդկանց հետ, բարձրաձայնում եք տարբեր խնդիրներ, բայց երբ ես դիտում էի ձեր օրինակ պարբերաբար իհարկե նայում եմ ձեր սոցիալական մեդիայի էջեր իրենք աճում են եւ նայում եմ այն տեսանյութերը, որոնք դուք հրապարակում եք, կարճ տեսանյութերը, այսպես ռիլերի տեսքով, իրենք ունենում են մինչեւ 7-800 հազար, միջինում, չգիտեմ, 400-500 հազար, գուցե մի փոքր ավելի քիչ դիտումներ, դրանք բավականին մեծ են հայկական աուդիտորիայի համար։ Հիմա հարց հանրային կարծիքի վրա ազդելու տեսանկյունից նախ ինչու ընտրեցիք այս տարբերակը եւ երկրորդը հիմա եք ավելի ազդեցիկ թե նախկինում։ Ես կդժվարանամ ձեր հարցին պատասխանել, դուք փաստական տվյալներ ներկայացրեցիք, ձեր փաստական տվյալների մեջ կար ձեր կարծիքը այդ ազդեցիկության մասին ակնհայտորեն։ Ես չափելի որոշակի տվյալներ Այո, չափելի տվյալներ, բայց որը ինձ կարծում եմ ճիշտ չի լինի, որպեսզի ես գնահատեմ, բայց ես կարող եմ մի գնահատական չէ, մի փաստ արձանագրեմ, գուցե դա ձեր հարցի պատասխանը լինի։ Ես հիմա մարդկանց հետ շատ ավելի շատ եմ շփվում։ Երբ որ ձեր ի պատասխան նախորդ հարցի ասացի, որ ինքնակննող հայացք նետել եմ այդ թվում ինքս ինձ վրա, իմ ներսը եւ փորձել եմ բաց թողումների վերլուծություն իրականացնել, օբյեկտիվ այդ թվում, որտեղ պաշտոնը երբեք չի ընդհանրում այն պաշտոնները, որոնք ես եմ զբաղեցրել, տենց անմիջական շատ շփում կամ գուցե իմ բաց թողումն է եղել, եկեք շատ տենց ինչ-որ ֆանտաստիկ հրաշալի վիճակ չնկարագրենք, ես հիմա շատ ավելի տասնյակ 100 անգամ ավելի մարդկանց հետ եմ շփվում, երբեմն, երբ որ դրանք շատ այսպես թեմաների են դիպչում, որոնք մարդկանց համար կարևոր են, ես կարող եմ օրական 1000 նամակ ստանամ, բառացիորեն եւ օրական պատասխանեմ 100-ից ավել մարդկանց, դա ինձանից ժամանակ է խլում, բնականաբար դա պահանջում է որոշակի աշխատանք, ուսումնասիրություն, որպեսզի հասցեագրեմ, նույնիսկ այն դեպքերում, երբ ես ասում եմ, որ ես օրինակ այս խնդիրը չեմ կարող լուծել, դες օրինակ փաստաբան է պետք կամ ես ինչ բան է պիտի անեք, ես ինչ ուղղությամբ գնացեք, բայց միևնույն է, ես ստանում եմ շատ մարդկանցից արձագանք, շնորհակալություններ եւ հաճախ իմ համար ամենակարևոր գնահատականը երևի այդն է, որ մենք ձեզ առաջ ուրիշ ձև գիտենք, հիմա ուրիշ։ Դա ամենալավն է, որը ես ստանում եմ։ Զուգահեռ հարաբերություն, այսպես հորիզոնական հարաբերություններ։ Այո, հորիզոնական հարաբերությունները։ Շատ լավ, ինչու հարցրեցի ազդեցικության մասին, որովհետև ցանկացած ազդեցություն ենթադրում է որոշակի փոփոխություններ դրա արդյունքում, հա։ Կարող եք ասել, որ այս ընթացքում ձեր գործունեության ընթացքում ինչ որ կոնկրետ հարցեր կան, որոնց լուծմանը հասել եք։
Ինձ շատ բարդ կլինի եւ կարծում եմ մեծամիտ ինչ որտեղ, եթե ես հիմա բացառապես իմ գործունեության տիրույթը Չէ, լավ, անդրադարձել եք այդ թեմային, այդ թեման Veolia ջրընկերության հետ կապված գործունեությունը, ես իհարկե դա փոխկապակցում եմ նաեւ նրա հետ, որ օրինակ ջրային կոմիտեի նոր նախագահ նշանակվեց, որը ավելի հետեւողական եղավ այս հարցին կոնկրետ, հանուն ճշմարտության ասեմ, բայց օրինակ այս տեսանյութերը, որոնք վերսկսեցի, որտեղ ես հատուկ նախընտրական շրջանում բացի այն որ ուսումնասիրություններ էին կանում ու փորձակնություններ, հատուկ չէի հրապարակում, որտեղ ես ցանկություն չունեմ այս process-ը, սոցիալական process-ն է, թեև իրենք ես այն մարդկանցից չեմ, ովքեր ասում են քաղաքականությամբ չեն զբաղվում, որտեղ քաղաքականությունը ամենուր է քո կրթության իրավունքից մինչև չգիտեմ ջրի հարց, բայց ես չի ուզում որ դա նախընտրական շրջանում ուրիշ այսպես ասենք կոնտեքստ եւ երանգ ստանար դրանից հետո երբ որ սկսեցի նորից այդ մասին խոսել իսկ ես արդեն 1 տարուց ավել եմ խոսում եմ այդ թեմայով կարևոր էր արձանագրել որ օրինակ նույն վերջապես տեխնիկական աուդիտի մասին սկսեցին խոսել ես ասում եմ 5 տարի է պետությունը տեխնիկական աուդիտ չէր նշանակել իսկ այդ պայմանագրով գրված է որ ոչ թե պետությունը պիտի գնահատի այդ պետական մարմինները չպետք է գնահատեն Veolia ջուրընկերությունը, որտեղ պայմանագրի երկու կողմեր են, ամեն մեկը իր ճիշտն ունի, հա, եւ օբյեկտիվ ճշմարտությունը վերհանելու համար պիտի լիներ տեխնիկական աուդիտոր։ Վերջին աուդիտորը եղել էր, եթե չեմ սխալվում, 2000 ուրեմն 20-21 թվականներին, հա։ 21 թվականին եւ տուգանել էին ընկերությանը ու վերջ դրանից հետո չէր եղել հիմա ջրային ուրեմն կոմիտեն ըստ էության խոսեց այդ մասին ինչը շատ լավ է իհարկե պետք է հասկանալ ինչ ընկերություն է ով է իրականացնելու իսկապես այդ անկախության չափանիշին բավարարում են թե ոչ բայց օրինակ դա կարեւոր է ես համարում եմ դա արդյունք որ տեղից շարժվեցին օրինակ շատ լավ վերադառնալով բեմը արտակից իջնելու ձեր որոշմանը չեմ կարող այս հարցը չտալ, որովհետև առիթ չի եղել զրուցելու այս տարբերակով այդ թեմայի մասին եւ հատկապես որ երբ դուք դադարեցրեցիք ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ձեր այսպես այսինքն այլևս սկսեցիք չզբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ այն ժամանակ խոսակցություններ էին պատտվում, որ օրինակ հանրապետական կուսակցության ներսում նախընտրական շրջանում կայացրած որոշակի որոշումներ ձեզ դուր չեն եկել եւ դրա համար դուք որոշել եք լքել քաղաքականությունը եւ հանրապետական կուսակցությունը։ Օրինակ, հարցը հետեւյալն է. խմբակցության կաղազմը ապագա որ որոշվեց մոտարապես կամ ցուցակը որ որոշվում էր 2021 թվականի ընտրությունների մասնակցության հետ կապված։ Դա ձեր որոշման վրա ազդել է թե ոչ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ես իմ անդամակցությունը կասեցրել եմ 2019 թվականին հանրապետական կուսակցությանը եւ այդ ժամանակահատվածում երբ կայացնում էին այդ որոշումները ես մասնակցություն չեմ ունեցել հետեւաբար որևէ ձևով դա չէր կարող ուղակի կապ ունենալ բնականաբար քննարկումներին եւ այլն տեղյակ եղել ժամանակահատվածները շփոթեցիներով հա այդ ժամանակահատվածում դա կապ չի ունեցել տարբեր խոսակցություններ են պատտվել վերջերս մի հանրային ուրեմն հարցազրույցի ժամանակ անդրադարձա այդ թեմային եւ ասեմ որ ցավոք սրտի հայկական քաղաքական միջավայրին շատ բնորոշ է շրջանառվող խոսակցությունների 90%-ի 95%-ի հաճախ նույնիսկ 100%-ի իրականության հետ աղերս չունենալը շատ տարբեր խոսակցություններ կային որովհետեւ յուրաքանչյուրը ով որ այդ թեման արծարծում է բերում է իր տեսակետը անձամբ իր կամ իր խմբային պատկանելությամբ պայմանավորված տեսակետը սա է Սերժ Սարգսյանի հետ քննարկել եք քաղաքական գործունեություն ձեր դադարեցնելու կամ ՀԿ-ից դուրս գալու ձեր որոշումը։ Ես երբ որ կասեցրել եմ, այո, ես տեղյակ եմ պահել բնականաբար հանրապետության երրորդ նախագահին այդ մասին, իսկ հետո կուսակցությունից դուրս գալը նաև ավտոմատացված գործընթաց էր, որտեղ կուսակցությունը հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են կուսակցությանը ուրեմն անդամակցեն կրկին պետք է դիմում ներկայացնեն, այսպեսի մի process էին սկսել, հիմա շատ հստակ չեմ հիշի տարեթվերը եւ այլն, այդ ժամանակ ես կրկին չեմ ներկայացրել։ Շատ լավ, անդրադառնալով ներկա քաղաքական անցուդարձին։ Այո։ Պարբերաբար, ոչ հաճախ, բայց պարբերաբար խոսում է քաղաքական իրավիճակների մասին, քաղաքական խնդիրների մասին եւ վերջերս անդրադարձել է ընդդիմության գործունեությանը։ Որոշակի այսպես
փաստական տվյալներ եք բերել, թե ընդդիմությունը ինչ է ստացել, այսինքն ինչ գործունեություն է իրականացրել եւ ինչի չի հասել, տվյալ դեպքում հայտարարված քաղաքական նպատակին իշխանությանը փոխելու։ Եվ նշել եք, որ այդ ընթացքում, չգիտեմ, այսքան գործուղումների են գնացել, հարցեր են բարձրաձայնել, որը 4 որոշման նախագիծ, 13 հայտարարության նախագիծ, 1 ուղերձ եւ ընդդիմության միթև, այսինքն Հայաստան դաշինք ստացել է մոտավորապես 0.5 միլիարդ դրամի պարգևավճար, իսկ պատիվ ունեմ դաշինքը մոտավորապես 108-107 միլիոն դրամի պարգևավճար եւ կոպիտ ասած հանրային հաշվետվողականության նման մի բան էր, հաշվետվողականություն էիք պահանջում նրանցից եւ սա ակնհայտորեն դուր չեկավ ընդդիմության ներկայացուցիչներին, նրանք հանդես եկան նաեւ տարբեր հայտարարություններ, ուղղակի չնշելով ձեզ, կարելի ասել, բայց հասցեատերը կարծես դուք էիք, ասացեք խնդրեմ, սովորաբար ընդունված է, որ պետք է քննադատել իշխանությանը, պետք է պահանջել իշխանությունից, պետք է քննադատել իշխանությանը։ Ինչու դուք որոշեցիք ընդդիմությանը պահել ձեր թիրախում։ Բացատրեմ, ընդդիմությունը չի միայն իմ թիրախում, անկասկած ես իշխանությանը եւս քննադատում եմ իմ հանրային խոսքում, բայց ինչու եմ ես հիմա խոսում իշխանության ընդդիմության մասին, որտեվ տեսեք, ես երբ որ արձանագրեցի մի փոքր, այսպես կետերով շարեմ, որպեսզի ամբողջական պատկերը պարզ լինի։ Ես երբ որ օրինակ ինքս հայտարարեցի, որ ես արդյունավետ չեմ, իմ արդյունավետության վստահության քվեն փոխանցել եմ Տիրխոսային ընդդիմությանը եւ 2021-ին եւ 2026-ին։ Ես կարծում եմ նման ինչ որտեղ նյարդային արձագանքը գուցե գալիս է նրանից, որ իրենք ինձ ոչ թե որպես իրենց ընտրող են իդենտիֆիկացնում, այլ որոշակի այլ կարգավիճակում։ Ընդդիմախոս։ Գուցե ընդդիմախոս, չգիտեմ, իրենց է պետք հարցնել։ Ես իրենց ընտրողն եմ։ Ընտրողի հետ չեն բանավիճում, ընտրողին չեն վիրավորում, ընտրողին չեն սաստում, ընտրողին, որը իրենց տվել է իմ ընտանիքը, իմ ընկերները, մարդիկ, ովքեր ինձ հավատում են, վստահության քվե տվել են իրենց 2 անգամ։ Ընտրողը իրավունք ունի Իրենց ասելով է նկատի ունենք այս երկու ուժերին։ Ես նկատի ունեմ առհասարակ Տիրխոսային ընդդիմությանը, նրանք ովքեր քվե են ստացել, նրանք ովքեր հայտնվել են խորհրդարանում։ Տեսեք, խնդիրը նրանում է, որ չեմ ուզում իրենք էլ այն գործելավոճ ընտրեն, որ իշխանությունը ժողովուրդ համարում է միայն նրանց, ովքեր իրեն են ընտրել, իրենք էլ իրենց ընտրող համարում են միայն նրանց, ովքեր Facebook-ում իրենց սրտիկել են կամ լայքել։ Լինում է այնպես, որ ընտրողը հարց է տալիս, հա? Ընտրողը իրավունք ունի հարցեր տալու։ Եվ բնականաբար ես հարցը տալիս եմ նրա համար, որովհետև ես արձանագրում եմ, որ ընդդիմությունը հայտարարել է որոշակի նպատակներ, այս կամ այն պատճառով չի հասել այդ նպատակներին, տեսնում եմ, այսպես ասենք, նախադրյալներ, որ գուցե կարող է պատահի այնպես, որ կրկնվի ուղին 5 տարվա գործունեության, հա? Եվ դրա համար փորձում եմ բարձրաձայնել այն մտավախությունները, որոնք ես ունեմ։ Ի վերջո, չէ՞ որ ես օրինակ լինելով դուք ես ամբողջ խոսակցությունը սկսեց նրանից, որ քաղաքական ակտիվ գործունեություն իրականացնող մարդ։ Քաղաքական ակտիվ գործունեություն իրականացնող մարդը դադարեցրել է այդ ակտիվ գործունեությունը, համարել իրեն անարդյունավետ այդ մասին, որ ընդունված չի, արձանագրել հրապարակայնորեն, հարթակը, բեմահարթակը, չգիտեմ, քաղաքական թատերաբեմը թողել իրենց, վստահել իրենց, համաձայն չլինելով իրենց հետ, ընդհանրապես ստանձնել շարքային ընտրողի դեր, չգիտեմ, կամ հանրահավաքի ժամանակ վերջին շարքում կանգնած մեկը, հենց այդպես բառացիորեն, եւ ընդհանրապես սпасել իրենց արձանագրած արդյունքներին։ Ես իրենց ոչ թե դատապետում եմ, ես հարց եմ տալիս, ուզում եմ իրենք էլ հարց տան։ Չի կարելի թշնամանբար տրամադրել, ավելին ասեմ, չի կարելի պարգևավճարների թեման դարձնել գլխավոր հարցադրումը, որտեղ դա կարծես ամենանյարդային հատվածներից մեկը դա էր։ Ինչու ես դա այդպիսի տվյալներ հրապարակեցի, դա էլ պատասխանում է հարցին, դա գալիս է ամենահիմքից, շատ կարևոր է, որ մարդիկ դա հասկանան։ Չէ՞ որ խոսակցությունը բացվել էր առայն եւ քաղաքական դիսկուրսում քննարկման առարկա է տևական շրջանային հարցը, արդյոք այն ընդդիմությունը, որը խոսում էր բացառապես մեկ նպատակի, հաղթանակի, իշխանությունը փոխելու մասին, հատկապես Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կապված այդ իրավիճակից հետո, որտեղ Բարգավաճ Հայաստանի մանդատներից իրենք եւս մեկական քվե ստացել են, հասանելիք հնարավոր մանդատներից, արդյոք պիտի վերցնի մանդատները, թե ոչ։
Ես ունեի իմ տեսակետը, տարբեր գործիչներ ունեն իրենց տեսակետը, ես չեմ պնդում, որ միակ ճիշտն եմ ասում, ես հիմնավորում եմ իմ տեսակետը։ Իրենք որոշեցին վերցնել մանդատները, այսինքն ծավալել խորհրդարանական գործունեություն։ Դուք կարծում եք, որ չպետք է վերցնեին։ Ես այդպիսի տեսակետ արտահայտել եմ, հիմնավորել եմ, կարծում եմ դրան բոլորը ծանոթ են, հիմնավորել է ինչու, բայց իրենք ասել էին նաև, որ իրենց հիմնավորումների դեպքում պատրաստ եմ բնականաբար հարգալից վերաբերվել, այլ որպես ուրեմն մարդ, ով լսում է իրենց նաև տեսակետ ու փաստարկները, որ լավ, վերցնում եք մանդատները, հրաշալի։ Եվ ես չէի փոխկապակցել քաղաքական պայքարի բաղադրիչները խորհրդարանական գործունեության բաղադրիչների հետ, որովհետև քաղաքական պայքարը կարող է խորհրդարանից դուրս է լինել։ Իրենք խորհրդարանական այդ բոլոր տվյալները, որոնք արկա են, հա, եթե ուշադրություն դարձնեք, ելույթներն են, հարցերն են, գործողումներն են, որոշման նախագծերն են, 53 օրենսդրական նախաձեռնությունները, բոլոր իմ կողմից նշված թվաբանական ցուցանիշները, ընդ որում ցուցանիշներից յուրաքանչյուրի մասով անգամ ես տեսակետ չեմ արտահայտել։ Ես ասել եմ դուք վերցրել եք, այսինքն դա չեմ ասել, բայց ամբողջ կոնտեքստը դա էր։ Եթե վերցրել եք մանդատները, ես ոչ չեմ քննարկում, քանի շարժում եղավ, լավներ, վատներ, քանի մարդ եկավ, ես այդպեսի բան չեմ ասում, որովհետև դա արտախորհրդարանական գործունեությունն էր իրենց։ Սա խորհրդարանականն է, որտեղ որոշում են կայացրել մանդատ վերցնել։ Այսինքն դուք կարծում եք, որ 53 օրենսդրական նախաձեռնություն, 384 բանավոր հարց գրեթե նույնքան ելույթ, 4 որոշման նախագիծ, հայտարարություն եւ այլն, սա ակնհայտորեն քիչ է կամ նվազ գործունեություն է։ Պարոն Մոդեսյան, ես ոչինչ չեմ կարծում։ Հենց այդ ես գնահատական չեմ տվել։ Ես ասում եմ, ես հիմա եմ ուզում, որպեսզի դուք հնչեցեք ձեր մոտեցումը։ Նույնիսկ հիմա չեմ ուզում ես լավ կամ վատ գնահատական տամ, որտեվ իմ խնդիրը իրենց իշխանության հետ կամ նրա գործիչների արդյունավետ գործունեության ցուցիչ է, թե ոչ խորհրդարանական լինելով դուք ժամանակին լինելով խորհրդարանական։ Բուն խորհրդարանական կարծում եմ կարելի է ավելի շատ օրենքներ կայացնել եւ այլն, բայց բնականաբար իրենք ուրիշ գործելավոճ են նախընտրել, այդպես են արել։ Ես չեմ ուզում մեթոդներ քննարկեմ այդ մարդկանց, այսինքն խորհրդարանական գործունեության մեթոդներ։ Ես ընդհանրապես պարզ բան եմ ասում։ Ասում եմ դուք վերցրեցիք մանդատներ, իմ ամբողջ ասածը դա էր։ Հիմա ես ասում եմ նախորդ խորհրդարանի գործունեության թվաբանական ցուցանիշները սա է։ Ակնհայտորեն դա չի բավարարում որպես խորհրդարանական գործունեություն ընդդիմադիր շատ շերտերի, գուցե ինչ-որ մարդիկ դրա հետ շատ հաշտ են, հա, եկեք հասկանանք մարդիկ ովքեր միանում են կամ այդպես են կարծում, հա, սա բավարար է թե ոչ, որպես խորհրդարանական ընդդիմություն հիմա նույնն է կանելու թե ոչ եւ այլն։ Այսինքն եթե կոպիտ ասած նույնն է կանելու, նույն ձև չեք հասնելու որևէ արդյունքի։ Ըստ էության այո։ Որպես դրա մասին էիք ասում։ Ըստ էության այո, ես նայեք։ Եթե դուք ձեր գործունեությունից հետևություններ չեք անում եւ չեք փոխում ձեր գործունեությունը։ Ես կարծում եմ, հենց ես փորձում եմ ասել հետեւյալը։ Ես կարծում եմ ընդդիմությունը անձեռամխելի չէ, միայն հայտարարված ընդդիմություն լինելու փաստի ուժով։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը հատկապես իր ընտրողների հետ պիտի հարաբերվի բաց, խոսի, հասկանա, քննարկի, հաշվետու լինի, բացատրի, ինչու ոչ, եւ փորձենք հասկանալ այս ամբողջը արդյունավետ է եղել թե ոչ, կրկնում եմ։ Ես չեմ քննարկում իրենց քաղաքական պայքարը, իշխանությունների ճնշումները իրենց նկատմամբ, որոնք քաղաքական պայքարի բաղկացուցիչ են հատկապես այսպիսի երկրներում։ Ես քննարկում եմ խորհրդարանական գործունեություն, քանզի իրենք են որոշել շարունակել եւ արդյունավետ համարել խորհրդարանական հարթակը, ինչ կար այդտեղ այդքան ծանր ինչ որ թեմայի։ Շատ པարզ բան եմ ասում, բայց այնքան գիտեք իրենց արձագանք գիտեք մոտավորապես ինչպիսին էր, ասում էին դուք շարքերը թողել դուրս եք եկել շարքերից եւ հիմա կողքից մեզ հարվածում եք։ Կներեք, ես մեղմ ասած։ Ես ենթատեքստն եմ բացում իրենց ասացի մոտ։ Ես հասկանում եմ, պարոն Մոհտեսյան։ Հիմա ես դրա համար ասում եմ, նախ սկսենք նրանից, որ այդ որ իրենք ասում են շարքերը թողեք, շարքերը չես թողում։ Դու ընտրում ես, հա? Դու ընտրում ես։ Եվ դու ինչի բոլոր ընտրող ինչ պետք է անենք, ազգային ժողովի դռների դիմաց կանգնեինք, Facebook-ում ստատուս գրեինք, թե իրենց ստատուսները լայքեինք։ Մի հատ կբացատրեք, եթե արտախորհրդարանական իրենց պայքարն է, կրկնեցի, որպես շարքային ընտրող, գնացել եմ ամենավերջին շարքում կանգնել եմ։ Ուրիշ ինչ պետք է անեի։ Այսինքն լռությունը ինչով է չափվում։ Ես լուռ եմ եղել, ես մասնագիտական գործունեություն եմ իրականացրել եւ հանրային խնդիրների վրա եմ սևեռել իմ ուշադրությունը եւ կարծում եմ, որ լռությունը հաճախ ավելի բարձրաձայն է հնչում, քան աղմուկը։ Դա իմ տեսակետն է։ Հանրահավաքների մասնակցել եք ընդդիմադիր այս եղել են հանրահավաքներ, բնականաբար, որոնց մասնակցել եմ։ 21-ից հետո ի նկատի ունեմ։ 21-ից հետո ի նկատի ունեմ, ես էլ ի նկատի ունեմ։ Այո։ Ընդդիմության հանրահավաքների մասին է խոսքը։ Իշխանության հանրահավաքները ոնց որ թե չկան։ Գիտեք, երբ մարդը փորձում է
շատ հաճախ մեր իրականության մեջ, որը բավական այսպես բևեռացված է, երբ մարդը փորձում է այսպես ոչ այս կողմից, ոչ այն կողմից, այլ ավելի շատ կենտրոնից հանդես գալ եւ մեկին հաշվետվությամբ, երկու կողմերին էլ մեծ հաշվով, հա, տարբեր ձևերով, տարբեր մեթոդներով հաշվետվականություն պարտադրել կամ դրա մասին խոսել, դա կարեւոր է, շատ հաճախ տարբեր բևեռների կողմից էլ հարված է ստանում եւ հակառակ բևեռին է վերագրվում, այսինքն ասելով, որ այ արդեն անցել են իշխանության կողմը, ասելով, որ լատենտ ընդդիմադիր է, ուղղակի չեզոք է խաղում այս պահին եւ այլ եւ այլ։ Դուք նմանատիպ մեկնաբանությունների, նմանատիպ դիրքորոշումների արժանանում եք։ Կասկած, այո, իհարկե։ Կապ չունի, որևէ մեկը նայեք, դուք շատ ճիշտ նշեցիք, սա մեր քաղաքական միջավայրն է։ Դա ինձ համար նորություն չէ։ Սա մեր քաղաքական միջավայրն է իր ամեն ինչով, որովհետև ես մի առիթով ասել եմ, կրկնեմ նաև ձեր եթերում, հայկական քաղաքական միջավայրին բնորոշ է քաղաքական սեկտանտիզմը, քաղաքական ճամբարայնությունը, քաղաքական ուրեմն դիրքավորման, պարտադիր քաղաքական պատկանելության հայտնումը հրապարակային եւ դրանից դուրս որևէ միտք այլ միտք չգեներացնելը։ Դու չես քննադատվում, որովհետև դու սխալ բան ես ասում։ Դու քննադատվում ես, որովհետև դու հնչեցնում ես միտք, որը որևէ մեկին գուցե այդ պահին որևէ ճամբարի հարիշ չէ։ Այո, եթե ես քննադատում եմ իշխանությանը, իսկ ես քննադատում եմ տարբեր եթերներում, ապա ինձ ասում են, այ դու, որ դու պաշտոն ես զբաղեցնում, բա քո օրոք էսպես, ինձ վերագրվում են բոլոր մահացու մեղքերը։ Ես 9-րդ տարին քաղաքական պատասխանատվություն եմ կրում այդ թվում այն ամենի համար ու հատկապես ավելի ճիշտ այդ թվում չէ, հատկապես այն ամենի համար, ինչը անձամբ ես որևէ կապ չունեմ, Հայաստանում ծիսակարգով կոլեկտիվ պատասխանատվության գաղափարախոսություն է ընդունված, ոչ թե անձնավորված անհատական ամեն մեկին էսպես, այլ ծիսակարգով։ Եթե ես հիմա քննարկում եմ, ասում եմ ընդդիմություն ջան, հարգելիներ, ես ձեզ եմ ընտրել 21-ին ու 26-ին։ Ես ուզում եմ, որ 21-26 սեզոնը չլինի 26-31 սեզոնը եւ 31 թվականին մենք դեռ քննարկենք Նիկոլ Փաշինյանը կհավաքի 680 թե 744 ձայն, 1000 ձայն։ Եթե դուք հիմա կներեք, եւ սա բերում է այո, մեկ այլ ուրեմն պիտակի, այ հա, հեսա, այ պաշտոն կտան։ Այ որ սենց է խոսում, իբր ամեն ինչ պատտվում է դրա շուրջ։ Պրիմիտիվացված, մակերեսայնորեն ամեն ինչ դիտարկվում է բացառապես այդ տիրույթում։ Ու այն, որ դրա համար որևէ մեկը չպետք է հարցադրումներ հնչեցնի ընդդիմությանը, քանզի դվոնց կարելի է։ Այդ մարդիկ տեսեք, դուք ասում եք, որ դուք գնացել եք 2026 թվականի ընտրությունների եւ ընտրել եք ընդդիմադիր ուժի։ Եվ ընտրություններից հետո, երբ պարզ եղավ արդեն իրավիճակը եւ մոտավորապես արդյունքները, դուք հանդես եկաք այնպիսի հայտարարությամբ, որ մեծ հաշվով հիմնավորում եք, ինչպես նոր ասացիք, որ ընդդիմություն արժե, որ ընդդիմությունը մտածի նրա մասին, որ չվերցնի մանդատներ։ Այո։ Ձեզ համար որպես ընտրողի, սա, չգիտեմ, վիրավորական ասեմ գուցե, չէ, որ դուք ձայն եք տվել եւ ձեր ձայն տված քաղաքական ուժը չի ընտրում, չի վերցնելու մանդատները եւ մեծ հաշվով խուսափելու է պատասխանատվությունը։ Կոնկրետ ինձ համար ոչ։ Կամ լքելու է դիրքերը։ Ոչ։ Բացատրեմ ինչու, որովհետեւ ես քաղաքական պայքարը դիտարկում եմ տարբեր դիտանկյուններից, գործիքակազմերի կիրառմամբ եւ ինձ համար արդեն իմ քաղաքական փորձառությունը հաշվի առնելով, ընդհանրապես տեսնում էի արդյունքների հրապարակումից հետո, որ չարձանագրվեց այն նպատակը, ինչի մասին խոսում էր ընդդիմությունը, իշխանափոխություն տեղի չունեցավ, եւ եթե հիմա վերցնում են մանդատները, պաշտոնները, այն ամեն ինչ որ կար, ինքը դեժավյուի նման հիշեցնում է 2021 թվականին։ Եթե չեն վերցնում, հետո ինչ։ Ահա, դա մենք ունեցել ենք իրավիճակի, որ վերցնում են ու հիմա էլ են նույն բանը անում։ Սա արդեն շատ ծանոթ սցենար է։ Անծանոթ սցենարը, ասիմետրիկ սցենարը, դա մի բան է, որտեղ էլի պետք է հաշվարկված լինի։ Ոչ չի ասում, գիտեք ինչ կա, եկեք ուղղակի սենց ասենք, չենք վերցնում, ու սենց գնանք նստենք մեր տանը։ Օրինակ Վրաստանում որոշեց ընդդիմության մի մասը չվերցնել մանդատները, ոչ մի բան չփոխվեց այդ երկրի քաղաքական։ Ոչ մի բան ինչ առումով չփոխվեց։ Ես այդ օրինակի հետ համաձայն չեմ, այս նկատում եմ իշխանության դիրքերը այնպես չի որ թուլացել են այդ երկրում։ Իմ խորին համոզմամբ ընդդիմությունը այն ժամանակ, երբ որ ամբողջ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները միջնորդի դեր էին ստանձնել եւ համոզում էին ընդդիմությանը, որպեսզի ընդդիմությունը գնա խորհրդարան, այդ ժամանակահատվածում ընդդիմությունը իր համար կարևոր զիջումներ կարողացավ փոխել
հեռացել իշխանությունից։ Այո, իշխանությունը չհեռացրեց։ Տարիներ առաջ։ Ես տարիներ առաջ նկատի ունեմ, այո, եւ դրա համար այդ սցենարը, որ անընդհատ մեջբերվում է, ես դրա հետ համաձայն չեմ ինստիտուցիոնալ առումով, որտեղ իհարկե այնտեղ կար եւ աշխարհակաղակական բաղադրիչ, դրա համար եմ ասում աշխարհակաղակական կենտրոնները անգած հետևներից բանակցում էին, վայ եկեք խորհրդարան եւ այլն եւ այլն։ Ես գործընկերներ ունեի, ես շատ բազում իմ գործընկերների հետ տարբեր կազմակերպություններից եւ տարբեր երկրներից պահպանում եմ կապեր։ Գիտեք, շատ հրաշալի ամեն ինչ հասկանում։ Դուք կարծում եք իշխանության կողմից պրոռուսական հայտարարված այս ընդդիմությունը, եթե չգնար խորհրդարան, օրինակ Եվրոպան կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է փորձեին միջնորդ լինել այդ ընդդիմության իշխանության միջև։ Եվրոպան ու Միացյալ Նահանգները եւ կամ իշխանության ճնշեին իսկ գուցե Եվրոպան ու Ամերիկայի Միացյալ Նահանգները գուցե իրենք էլ խոսեին իրենց հետ, որովհետեւ խորհրդարանը ամբողջությամբ լեգիտիմ է։ Խորհրդարանը ամբողջությամբ կարողանում է բազմակարծության հարթակ ամբիոն ծառայել այն ժամանակ, երբ այնտեղ կա ընդդիմություն։ Եվ որ այնտեղ չկա ընդդիմություն, ոչ մեկին դա հետաքրքիր չէ, իմ գնահատմամբ, բայց մի բան էլ, նայեք, ես չեմ ուզում պնդել, որ դա ֆանտաստիկ եւ միակ ճիշտ լուծումն էր, մանավանդ երբ որ դրական չկար, չէ, դա կարծիք էր, բացի ես կարծում եմ, որ ցանկացած գործողություն, որը արվում է, դրա տակ պիտի լինի ծրագիր։ Միանշանակ։ Եթե դրա տակ չէ լինելու ծրագիր, ավելի լավ է գնալ խորհրդարան։ Հատկապես քաղաքական գործունեության մասին է խոսքը։ Եթե ընդդիմությունը այ անսար ձեր կոչին եւ ձեր նման մտածողների կոչին եւ չգնար խորհրդարան, չվերցներ մանդատները եւ նաեւ քաղաքական ծրագիր ներկայացնել, ինչպես դուք եք ասում, ինչ է անելու հետո, հա, դուք պատրաստ եք ձեր ուժերի ներածին չափով, որովհետեւ դուք էլ եք հորդորում, որ այդպիսի գործունեության եք մղում ընդդիմությանը։ Եթե հստակ ծրագիր լիներ եւ իրատեսական, բնականաբար Պարոն Մողդասյանի չի մասնա խոսքը, այսինքն ծրագիրը պետք է լինի այնպեսի հասկանալի, իրատեսական։ Ես հենց այնց տեղը չի ասում գնան իրենց տունը սուրճ խմելու եւ ուղղակի ասեմ, որ դե գիտեք ինչ կա դե մանդատները չեն։ Դուք էլ մեզ միացեք։ Այո, տենց եկեք այնտեղ։ Լավ, այնուամենայնիվ սպասում եմ նոր 2-3 օրից խորհրդարանի նոր նիստն է տեղի ունենալու, արդեն նոր խորհրդարան, նոր կազմով ինչ որ առումով, ուրեմն թարմացված այնտեղ է ուժեղ Հայաստան կուսակցությունը լինելու ներկայացված, այնտեղ է լինելու ներկայացված Հայաստան դաշինքը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ձեր կարծիքով ինչպես խորհրդարան մենք ունենանք, էլի պոլարիզացված, էլի բևեռացված, էլի այսպես բավական սուր եւ մեկ-մեկ ձեռնամարտերի հասնող իրադարձություններով լի, սուր խոսույթով եւ ձեռնամարտերով, թե ամեն դեպքում որոշակի փոփոխություններ ակնկալում եք։ Ես կարծում եմ բոլոր այն նախադրյալները, որոնք այս պայդրությամբ կան, այդ թվում այն քաղաքական ճաշացանկը, որը ներկայացրել է իշխող կուսակցությունը, այն մենյուն, որը իրենք առաջարկում են, ուղղակիորեն վկայում է պոլարիզացիայի, համենայն դեպս ընդդիմադիր, եթե ոչ ամբողջ բոլորի մասին, բայց եւ ընդդիմադիր որպես ուժերի, որպես ինստիտուցիոնալ ուրեմն կառույցներ եւ նաեւ անհատական որոշ մարդկանց մասով լինելու է այն, ինչ որ բոլորը սպասում են։ Կոշտ գործողություններ։ Կոշտ գործողությունը չգիտեմ, բայց կոշտ սուր վիրավորական խոսույթ ակնհայտորեն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ։ Սիվիլներ տաղավարում ես զրուցեցի Արփինե Հովհաննիսյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։